Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, ձեզ հետ Ռադար զրույցն է։ Այսօրվա մեր հյուրը թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն է։ Բարև ձեզ, պարոն Սաֆրաստյան, շնորհակալ եմ շատ մեծ հյուրընկալելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Սաֆրաստյան, այսօր նշում ենք Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը։ Ըստ ձեզ ինչ է փոխվել մեր ընկալումների մեջ այսքան տարիների ընթացքում։ Գիտեք, դե առաջինը, որ ցեղասպանությունը դա ծանրագույն հանցագործություն է եւ մարդկության դեմ եւ առաջին հերթին հայ ժողովրդի դեմ, դա իհարկե չի փոխվել եւ չի էլ փոխվի։ Ընկալումները հայոց ցեղասպանության, գիտեք, իմ փորձից ելնելով, որովհետեւ շուրջ կես դար ես այդ թեմայով եմ զբաղվում, գրքեր ունեմ, դասավանդել եմ եւ այլն։ Եթե այսպես կար ժամանակ, երբ որ հայոց ցեղասպանությունը ընկալվում էր որպես մեր այսպես խեղճության, կորուստներ, այդ ամեն ինչի հետ այսպես մի համալիր եւ չէր խոսվում, որ մի կողմից հայոց ցեղասպանությունը դա մոռացված հանցագործություն չի եւ մյուս կողմից չէր խոսվում կամ քիչ էր խոսվում, որ ցեղասպանության ընթացքում հայ ժողովուրդը իր հնարավորությունների սահմաններում նույնիսկ շատ ավել փորձել է հակազդել այդ ցեղասպանությանը, այդ սպանություններին։ Եվ հիմա արդեն ես տեսնում եմ, զգում եմ երիտասարդները, որ ընկալում են ցեղասպանությունը մի կողմից որպես մի հանցագործություն, որը մեր ժողովրդի դեմ է իրականացվել, բայց նաև շատ են կարևորում այն հանգամանքը, որ պետք է հայոց ցեղասպանությունը, որ ճանաչվի, դատապարտվի, դա նպաստելու է, որ հետագայում նմանատիպ հանցագործություններ այլ ժողովուրդների նկատմամբ չկրկնվեն, այսինքն կանխարգելելու տեսակետն է շատ կարևոր։ Ձեր կարծիքով Եվ կներեք, եւ նաև շատ կարևոր է երիտասարդության համար, որ մեր ժողովրդին ոչ միայն կոտորել են, այլ մեր ժողովուրդը կարողացել է ծանր պայմաններում հնարավորության դեպքում հակահարված տալ, ինքնապաշտպանություն իրականացնել։ Իսկ ցեղասպանության տրավմա կա մեր ընկալման մեջ։ Գիտեք, շատ բարդ հարց եք տալիս, այդ հարցը ես ինձ տարիներ շարունակ տալիս եմ, շատ խորը հետազոտություններ պետք է անցկացնել այդ բնագավառում, որ ես կարծում եմ դեռևս չեն իրականացվել, չնայած սերունդներ են փոխվել։ Բայց մյուս կողմից, գիտեք, իմ մի գործընկերը մի անգամից հետաքրքիր բան ասեց, որ ես ուղղակի ուզում եմ կրկնեմ։ Ինքն էլ լավ մասնագետ է, խոշոր մասնագետ է, ասում է, որ քեզ վրայից երևում է, որ քո նախնիները ցեղասպանություն չեն տեսել։ Բայց ասում եմ, շատերի վրայից երևում է, որ նույնիսկ իրենք 3-րդ, 4-րդ սերունդն են, բայց երևում է, որ իրենց նախապապիկները, նախատատիկները ցեղասպանությունից փրկվել են։ Հետաքրքիր է, ինչից է երևում։ Շատ հետաքրքիր, ես էլ իրեն այդ նույն հարցը տվեցի։ Ասեց, ուղղակի ես զգում եմ դա։ Իսկապես շատ բարդ հարց է դա։ Իսկ հայ հասարակության մեջ այսօր տեսնում եք այդ հոգեբանական ազդեցությունները։ Էլի բարդ հարց եք տալիս։ Բարդ են առումով, որ ես այդ բնագավառի հետազոտող չեմ, ուղղակի կարող եմ այսպես իմ դիտարկումներով կիսվել դες այդ։ Ձեր գնահատմամբ ասեք։ Տեսեք, մեր հասարակությունը այսպես իր վերջին տարիների արդի դարաշրջանի զարգացման փուլում բացի ցեղասպանությունից, իհարկե ցեղասպանությունը ամենաաղավորն է, ամենահզոր հարվածն է, որ ստացել է, ծանր հարվածն է, որ մեր ժողովուրդը ստացել է, բայց էլի է կրել հարվածներ։ Օրինակ ասենք 80 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժը, որ ինչքան զոհ մեր ժողովրդից խլեց, վերջի Արցախյան պատերազմը։ Գիտեք, եղել են նաև այնպիսի իրադարձություններ, որոնք էլի են ազդել հոգեբանության վրա ժողովրդի, բայց նույնիսկ այս պայմաններում մեր ժողովրդի մեջ ես տեսնում եմ վճռականություն եւ հավատ ապագայի նկատմամբ, եւ սա շատ կարեւոր է մեզ համարում։ Նույնիսկ բոլոր այս դժվարությունները, այս տրավմաները, որ մեր ժողովուրդը տեսել է, դա հաղթահարվում է։
դա ախտահարվում է եւ ես սա ասում եմ հենվելով իմ փորձառության վրա որպես 45 տարվա դասախոս երեխաների երիտասարդների մոտ ես այդ տեսնում եմ այդ հանգամանքը որ այո նրանք հասկանում են որ ինչ մեծ հարվածներ է ստացել մեր ժողովուրդը օրինակ ցեղասպանությունը բայց նայում են դեպի ապագա ըստ ձեզ երիտասարդ սերունդը որքանով է կրում այդ հիշողությունը Չէ՞ այսօր սպես բարդ հարցեր տալ տեսեք էլի իմ փորձառության վրա եմ ես հիմնում ես ամերիկյան համալսարանում դասավանդում եմ հայոց պատմություն եւ իհարկե հայոց պատմությանը մեր դասընթացում տեղ է հատկացում նաեւ հայոց ցեղասպանությանը հետաքրքրությամբ լսում են հարցեր են տալիս բայց նաեւ մյուս կողմից ես տեսնում եմ որ երիտասարդները իրենք երբ որ հետո նրանց հնարավորություն է տրվում իրենց այսպես ասած final paper-ը իրենց վերջնական հետազոտական աշխատանքը գրել իրենք ընտրում են ցեղասպանության թեման եւ փորձում են դրան մոտենալ ոչ թե զգացմունքային դաշտում այլ կամ իրավական տեսակետից որպես հանցագործություն կամ ինչ որ պատմագիտական փորձ են կատարում վերլուծելու այսինքն զգացմունքային մակարդակից իմ դիտարկմամբ դա արդեն կամաց տեղափոխվում է բանականության մակարդակ բանականության դաշտ երբ արդեն մարդիկ եւ երիտասարդները դա փորձում են ընկալել որպես մի երևույթ որը եղել է որը պետք է ուսումնասիրել հասկանալ եւ հաղթահարել դա այլ ոչ թե միայն ընկղմել այդ ցավի մեջ Պարոն Սաֆրասյան իսկ Թուրքիայի դիրքորոշումը ինչպես է փոխվել տարիների ընթացքում Փորձեմ ես այսպես փուլերով այդ մոտեցումը ներկայացնեմ որտեղ այդ հարցով ես հետաքրքրվել եմ զբաղվել եմ ուսումնասիրել եմ տեսեք ցեղասպանությունից անմիջապես հետո երբ որ ստեղծվեց Թուրքիայի հանրապետությունը Քեմալական հանրապետությունը այդ թեման կամաց մոտավորապես 20-ական թվականների կեսերից դարձավ արգելված թեմա Թուրքիայում դրա մասին ոչ խոսում էին ոչ գրում էին եւ դա արտահայտվեց նաեւ որ գրում էին ասենք Թուրքիայի պատմություն դրա այդ իրադարձությունների մասին ընդհանրապես չէին գրում եւ սկսեց այսպես 46 թվականից ամեն ինչ երբ որ խորհրդային միությունը մեծ ճնշում էր գործադրում Թուրքիայի վրա Թուրքիայում այսպես սկսեցին շարժումներ որ փորձեցին իրենք այդ փուլը իրենց պատմության նորից վերհանեն եւ դա թարեց Թալյաթի ոչ թե ինքը արեց այլ հրատարակվեցին Թալյաթի հուշերը որ իհարկե վաղուց գրվել էին 100 դար առաջ դրանից եւ այնտեղ ցեղասպանությունը ներկայացվեց որպես տեղահանություն ուղղակի որ ընթացքում կարող է ինչ որ զոհեր են եղել եւ սա դարավ թուրքական պատմագիտության հիմնական թեզը որ տեղահանություն է եղել, բայց ինչ որ զոհեր են եղել, նույնիսկ թուրք պատմաբաններից մեկը ասավ նրան, որ ասեց եղել է ընդամենը 12000 զոհերի թիվը, ինչքան կեղծիք, այսինքն դա կեղծարարությունը այսպես հասել էր գագաթնակետին։ Եվ վերջին շրջանում որոշակի փոփոխություններ եղան 21-րդ դարի սկզբներին երբ որոշ խումբ թուրքական հասարակության մեջ, որոնք երիտասարդներ, մտավորականներ, սկսեցին հետաքրքրվել այդ թեմայով, որ միայն կեղծիք չի, տեսնում են իրենք կարդում են, տեսնում են կեղծիք է, բայց աշխարհը դա ուսումնասիրում է, ընդունում է, եւ փորձեցին իրենք դա հասկանալ։ Եվ այդ ուղղությունը, որը փոքր, շատ փոքր ուղղություն էր, հետաքրքիր այնտեղ ուսումնասիրություններ եղան ցեղասպանության բնագավառում, բայց վերջին շրջանում այդ գիծը, այսպես ասած, Թուրքիայում նորից վերացավ։ Այդ մարդիկ կամ ենթարկվեցին ճնշումների, կամ լքեցին Թուրքիան, կամ ուղղակի չեն խոսում, չեն գրում այդ թեմայով։ Նորից կարծես թե փորձ է արվում Թուրքիայում այդ թեման այսպես հետ գցել։ Սա է իրավիճակը ես գիտեք կբերեմ մեջբերում կանեմ 20-րդ դարի թուրք հայտնի խոշոր գրող Նազիմ Հիկմետի ռոմանտիկա վեպից
որտեղ հերոսներից մեկը հետևյալն է ասում է, որ այն ինչ որ տեղի ունեցավ հայերի հետ, դա ոնց որ սև բիծ է մեր ճակատի վրա։ Մենք պետք է դա մաքրենք, որ կարողանանք գնանք առաջ։ Մոտավորապես այնպես, ինչպես դա արեց Գերմանիան։ Պարոն Սաֆրասյան, իսկ այսօրվա Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ֆոնին հնարավոր է առաջ գնալ եւ ինչ դեր ունի ցեղասպանությունը այս հարցում։ Երբ որ ստեղծվեց Հայաստանի Հանրապետությունը, երրորդ հանրապետությունը, Հայաստանը երբեք ցեղասպանության թեման չդարձրեց նախապայման Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման առումով։ Իր գոյության առաջին օրվանից Հայաստանի Հանրապետությունը հանդես է գալիս Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու օգտին առանց նախապայմանների։ Թուրքիան է նախապայմաններ դրել եւ դնում։ Եվ ես կարծում եմ, որ ամենաօպտիմալ ճանապարհը կլինի այն, որ Թուրքիան հասկանա, որ նախապայմաններով հնարավոր չի առաջ գնալ եւ կարծես թե դրա նախանշանները կան, որ Թուրքիան հետ մի քանի նախապայման որ դրել էր, հիմա մեկն է դարձրել, մենակ որ պիտի պայեմ հայ-ադրբեջանական պայմանագիրը ստորագրվի, նոր դրանից հետո սկսեն գործընթացը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման։ Այնպես որ ես կարծում եմ, որ ներկա փուլում իսկապես որոշակի առաջընթաց կա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, իհարկե դա Թուրքիայի անելիքն է։ Թուրքիան պետք է որոշի, որտեղ Հայաստանը միշտ էլի կողմ է եղել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Եվ կարծես հռետորաբանությունը փոխվում է Թուրքիայի թուրքական կողմից, ավելի իրատես է դառնում։ Իհարկե դա կապված է Թուրքիայի ընդհանուր աշխարհաքաղաքական մոտեցումների հետ, կապված է այն հանգամանքի հետ, որ Հարավային Կովկասի նշանակությունն է աշխարհում մեծանում, Հարավային Կովկասը սկսում է համաշխարհային տարբեր համակարգերին ինտեգրվելու գործընթացը, Թուրքիան ուզում է դից իր օգուտը ստանա, որտեղ ներկայիս ղեկավարների Թուրքիայի այսպես իդեա ֆիքսը, որ Թուրքիան դարձնեն հաբ էներգետիկ եւ կոմունիկացիայի առումով եւ Հարավային Կովկասը իրենց համար շատ կարեւոր է այդ առումով։ Դրա համար Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը նրանք դիտարկում են ավելի այսպես պրագմատիկ տեսակետից։ Իհարկե դա կապելով նաև Ադրբեջանի դիրքորոշման հետ, մասնավորապես հայ-ադրբեջանական պայմանագրի ստորագրման հետ, որ մենք տեսնում ենք Ադրբեջանը դեռևս որոշակի խոչընդոտներ է այդ բնագավառում առաջ քաշում։ Պարոն Սաֆրասյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետագայում ակնհայտ է համարում Հայաստանի եւ Թուրքիայի սահմանին կամուրջներ կառուցելու անհրաժեշտությունը առնվազն Ախուրիկի եւ Մարգարայի հատվածում։ Ինչ կասեք այս մասին։ Դե որ հարաբերությունները վաղ թե ուշ պետք է կարգավորվեն, դա ինձ համար ակնհայտ է։ Իսկ երբ որ հարաբերությունները կարգավորվեն, թե ինչ այսպես ծավալի հարաբերություններ կլինեն, առևտուր ինչքան կլինի, դա արդեն ցույց կտա այսպես պրակտիկան, բայց չի բացառվում, որ իսկապես նոր կամուրջներ կառուցելու անհրաժեշտություն լինի։ Ասել էր նաև, որ մեծ հավանականություն կա, որ Հայաստան-Թուրքիա սահմանին կլինի նաև էլեկտրահաղորդման գծերի վերազինում, քանի որ դեռ խորհրդային ժամանակներից ինչ-որ բաներ դեռ մնացել էին։ Արդյոք իրատեսական եք համարում այդ էլեկտրահաղորդման ոլորտում համագործակցությունը։ Տեսեք, երբ որ սկսի հարաբերությունների կարգավորման գործընթացը, այդ գործընթացը պետք է գնա առաջ։ Եվ դժվար է հիմա իհարկե այսպես միանգամից առանց հաշվարկներ ունենալու կանխատեսել, թե այդ գործընթացը ինչ ուղղություններով կգնա եւ իսկապես հնարավորություն կստեղծվի, որ մոտակա ապագայում ինչ որ նոր այսպես էլեկտրակառույցներ, ինչպես ասեցիք, էլեկտրահաղորդման գծեր լինեն, դժվար է ասել, թե դա հիմա կլինի, թե գուցե հետո լինի, բայց ամեն դեպքում, երբ որ սկսի հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը, դա իր հետ կբերի իր խնդիրները եւ այդ խնդիրները կլուծվեն։ Գիտեք, այստեղ ես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը միայն հայ-թուրքական հարաբերությունների տեսակետի չեմ դիտարկում։ Դա կապված է այն հանգամանքի հետ, որ Հարավային Կովկասը, ինչպես ասեցի, նշանակությունը ավելի մեծանում է, որպես օրինակ, կոնկրետ օրինակ բերեմ, Չինաստան, Եվրոմիություն կամ Եվրոպա առևտրի այսպես կապող մի տարածաշրջան։
այդ առևտուրը ներկայումս $800 միլիոն է տարեկան կտրվածքով, շուտով կներեք $800 միլիարդ է, շուտով կլինի $1 տրիլիոն եւ Հարավային Կովկասը տեղ ունի իր տեղը։ Իսկ Հարավային Կովկասը պետք է բացվի աշխարհի առջև։ Եվ այդտեղ Թուրքիան ուզած-չուզած պետք է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորի։ Պարոն Սաֆրասյան, տեսակետ եղավ ազգային ժողովի նախագահը խոսել էր այդ մասին, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը հաճախ Ադրբեջանն է խոչընդոտում, կարելի է ասել հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Այս մասին ինչ կասեք։ Ինձ թվում է դա մի կողմից ակնհայտ է, մյուս կողմից տեսեք Թուրքիան այնպիսի պետություն է, որ եթե ինքը որոշի Ադրբեջանի վրա ուժեղ ճնշում գործադրել, ես կարծում եմ իր նպատակին կհասնի։ Ուղղակի այս խնդիրը Թուրքիայի համար կարևոր է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, բայց այնքան մեծ կարևորություն չունի, որ ինքը այդ խնդիրը դնի կշեռքի նժարի վրա իր հարաբերությունները Ադրբեջանի հետ վտանգի։ Հասկանում եք, այդ ամբողջ խնդիրը։ Դրա համար Էրդողանը մի քանի անգամ հայտարարել է, որ Էլ չեմ ասում, որ Ֆիդանը, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Թուրքիան կապում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ եւ կոնկրետ հայ-ադրբեջանական պայմանագրի ստորագրման հետ։ Ըստ ձեզ թուրք հասարակությունը ինչպես է վերաբերվում մեզ հետ հարաբերությունների կարգավորմանը։ Վերջին տարիներին ես հարցումներ չեմ տեսել, որ այդ բնագավառում եղել են, բայց սրանից տարիներ առաջ թուրքական հասարակությունում հայերի նկատմամբ բավական նեգատիվ հարցումներն էին ցույց տալիս, մոտեցում կար։ Դա այն շրջանում էր, որ Թուրքիայում անց է կացվում այսպես հակահայկական ուժեղ ռոպագանդա։ Հիմա այդ առումով այսպես զանգվածային քարոզչություն հակահայկական ես չեմ տեսնում թուրքական մամուլում օրինակ։ Ես կարծում եմ, որ հասարակությունն էլ դրան կարձագանքի։ Իսկ ինչ վտանգներ կամ հնարավորություն եք տեսնում կարգավորման հարցում։ Վտանգները եւ հնարավորությունների մասին մենք արդեն խոսեցինք, եւ վտանգները գիտեք, երբ որ սկսում են աշխարհաքաղաքական գործընթացներ, նրանք իրենց տրամաբանությամբ են զարգանում եւ պետությունները կամ ենթարկվում են այդ գործընթացներին, փորձում են դրանից օգուտ ստանալ, կամ գնում են դրանց դեմ, ինչ որ իրենց ընկալմամբ օգուտ ստանալու համար։ Վերջիվերջո շահն է, պետական ազգային շահն է որոշում։ Ուղղակի ինչպես է դա ձևակերպվում տվյալ պահին, այդ է խնդիրը։ Ես չեմ կարծում, որ ներկա պայմաններում որոշակի վտանգ կարող է սպառնալ, որ հասել են հայ-թուրքական հարաբերությունները ներկայիս կարգավորմանը մոտ մի մակարդակի, որ տեղի ունենա շատ կտրուկ հետդարձ այդ հարաբերություններից։ Կարող է կանգնի գործընթացը, կարող է արագ չգնա, դանդաղ գնա, բայց որ այդ գործընթացը կգնա, ես կարծում եմ, որ դա այդպես է։ Իսկ ինչ ժամկետներ կարող ենք ակնկալել։ Դա էլ շատ կարևոր հարց եք տալիս։ Տեսեք, Թուրքիան կապում է ամենաբարձր մակարդակով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանագրի հայ-ադրբեջանական խաղաղության մասին պայմանագրի ստորագրման հետ, չէ՞։ Բայց մյուս կողմից Թուրքիան ինքը ունի իր մոտեցման հիմքերը, որոնք հետևյալն են, մասնավորապես ամենակարևորը Թուրքիայի տեսակետից այն է, որ դեռևս նոր է սկսել կառուցվել Կարս Նախճեվան երկաթգիծը։ Եվ ենթադրվում է, որ շինարարությունը կավարտվի մոտարապես 28 թվականին։ Այսինքն ամենայն դեպս դա պաշտոնապես իրենց նախարարը տրանսպորտի հայտարարել է։ Այսինքն, երբ որ այդ երկաթգիծը պատրաստ կլինի, դա կլինի ժամանակակից երկաթգիծ, արագ ընթաց գնացքներով, ես կարծում եմ այդ ժամանակ Թուրքիան արդեն կարիք կունենա, որ հարաբերությունները լիովին կարգավորված լինեն, որ ինքը կարողանա այդպիսով այդ մաս կազմել մեծ ճանապարհի կոմունիկացիայի Եվրոպա, Չինաստան։ Իհարկե կա հիմա երկաթգիծը, որ Բաքու-Թբիլիսի Կարս, բայց նա չի ապահովում այնպիսի հնարավորություններ, ինչպես կապահովի այս նոր գիծը, որ Թուրքիան կառուցում է։ Շնորհակալ եմ շատ, պարոն Սաֆրասյան։ Խնդրեմ։
Այսօրվա համար այսքանը, իսկ ես հիշեցնեմ, որ մեր հյուրն էր թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։